Այդ կարգին մակրի հետ ինչ ես անում։ Պապի լավ էլի, ոնց կարում տենց անում եմ, ինչ ես ուզում ինձ։ Ոյ մի հատ իջի, հա։ Չէ, սպասի։ Իջի ոչ մեկին էլ բան չի կարելի վստահել։ Թողնեն առուց կճղեք, մի լապն ինչա չես կարողանում նորմալ մակրի։ Հետ ինչ հետքերս թողեն։ Արա, Լեո, եթե մի հատ եմ քեզ ասել դուրսը թուղթ գցելուց, գլուխդ կջարդեմ։ Հո դու խոս չես արա։ Ինչ եք այսօր առավոտից ինձ կապել։ Ինչ եք ուզում ինձնից։ Կարող է քամինա բերել գցել այդտեղ։ Չէ, պապի, այն օրը էսի ձեռը տնից դուրս եկավ հեռախոսով խոսալով։ Գցելա գետնին։ Դավո ջան, տենց լավ չի։ Մի հատ պարան բեր, հենց տեղից կախվեմ, պրծնեմ ձեզնից։ 5 րոպեից եկեք հաց ուտելու։ Մանան մի հատ սոկ թռի բերելի։ Սոկ չի, հյութա։ Հայերեն խոսի, հիմարի մեկը։ Իմ արև, պապի լավ էլի, ինչ ես ուզում ինձնից։ Գլուխը սուր առնեմ գնամ։ Ոչ մի տեղ էլ մի գնա, մենա գործը տարա։ Բայ։ Պապի ինչ եղավ։ Պապի։ Ոչ կա գլուխ ստվես։ Թողես։ Արի, դուր։ Կանսի մի հատ։ Ամեն ինչ լավ է։ Հանդես նստի։ Այ։ Մանան մի հատ ջուր բեր շուտ։ Այդ նրանից հա պապի, որ բոլորիս ես շոքին գործի ես դրել, դու էլ հետներս տանջվում ես։ Ինչ եղավ։ Բան չկա։ Գլուխս պտտվեց։ Հիմա կանսի։ Այդ նրանից հա պապի ջան, որ վերջնական տեսողությունդ փչացնելով կարու ձև ես անում, ասեղ ես թելում ամբողջ օրը։ Դու էլ արդեն շատ ես խոսում։ Պապի, բայց ճիշտ է ասում։ Բահո։ Դու էլ պակաս։ Պապի ջան, պահո չկա։ Առավոտից իրիգուն շարժի մեջ ես, մեծ մարդ ես, չի կարելի այդքան։ Արի քիչ-քիչ այդ գործը թող էլի, պապի։ Ձեզ էլ սենց բաներ պետք, չէ։ Քո համար ենք ասում ցավդ տանեմ։ Ես որ գործս թողնեմ, դուք ոնց եք ձերին հասցնելու, հա։ Պապի ջան կլինի դու դրա մասին չմտածես, մենք մի բան կանենք։ Հենց ես պետք մտածեմ։ Ես իմ թատրոնը սիրում եմ, ու առանց թատրոնի 2 օր էլ չեմ ապրի, եղավ։ Դե թատրոն սարքեցիք ես իմ ինչ, պապի, գործա էլի։ Հիմա որ տեղիցս վեր կացա, գիտես ինչ կանեմ, գործա։ Դու էր մնացել թատրոնին բան ասեիր։ Էշնիչ գիտի, նուշնիչա։ Պապի։ Վայ պապի, նա շատ է հասկանում, դու էլ անիմաց ներվայնանում ես։ Չէ, բա դու ես հասկանում։ Մեռար, թուփ, ծառ, խոտ, ինչ ասես խաղացիր։ Ազիվ ես վերջերս սկսել են նորմալ մարդկային դերեր վստահել։ Ճոպուշն ես։ Ճիշտ չեմ ասում։ Կերար։ Քեզնից էլ լավ թուփ, ջրենք չթառանես։ Մեռար դու, մանան։ Վայ, հետևներից կենա չուտեն իրար։ Ախ, Լեո, հիմար ես դու թող։ Այդղա, հղի ազգուշ չվնասես։ Ես փորին չեմ կպնում, պապի, հանգիստ տեղի ձեռներն եմ ջարդում։ Վայ, գնա դրան սիրություն արա։ Լեո, թող վայ, պապի ասա սրան։ Մի թատրոնն էլ մեր տունն է, պապի, ես աշկի սկսեմ տոմս ծախել։ Գժանոց արեցի։ Ոյ աստված։ Հելեն, օրի զանգենք թող Լեոն էլ գա էլի։ Նար չգիտես, որ չի գալու։ Դե բայց պիտի համոզենք։ Ես հիմա պատկերացնում եմ ինքը ինչ վատ վիճակում է։ Հատկապես որ տանն էլ մենակ է։ Ես իրոք չեմ պատկերացնում մենք ինչ պետք է անենք, որ Լեան այդ վիճակից դուրս գա։ Հելեն, ասել եմ ու էլի կասեմ։ Պիտի ուղղակի կողքին լինենք։ Լսի, բայց ինչ ահավորա չէ, որ մարդու կյանքը սև գծի վրա է անգնում, ոնց որ դժբախտությունները իրար հետևից գնան։ Լավ, դու գնա Dream Suite-երը վերցրու, ես էլ զանգեմ տեսնեմ Լեան ինչ է անում։ Լավ։ Просто красивую упаковку мне достали.
Դավիթ ջան, ինչի է ստեղ ծաղիկ բան չենք ցանում։ Ինչի տա պետք, պապի։ Սիրուն լինի։ Այ մարդ, այսօր ստեղ ենք, վաղը կարող է ստեղ չլինենք։ Այդ տանտերն է թող գոլի, որ գոնե այս խոտերը մեկ-մեկ մաքրում ենք։ Տանտերն ինչ կապ ունի, այ տղա ջան, մենք ենք ապրում։ Սիրուն չլինի։ Ոայ պապի, ես ինչ շոկ, հա։ Այդ տանտիրոջ ասելու եմ, տան վարձի փողից դուրս գա մի հատ օթորակի չառնենք։ Հպարտանում եմ քո հայերենի իմացությամբ, եղբայր իմ, օթորակիչ։ Գիտես։ Բա չէ, են մեկի պես, ճիշտ անում։ Դավան նորմալ, ես չեղ ես անում։ Դրա վաղթն ա։ Այ տղա, էդ ինչ ես անում։ Լեո խելոք, Լեո չանես, էլի խնդրում։ Անան գիտե իր մարսելու ես։ Դու գլուխ դեմ ջարդելու հիմարի մեկը, մանան գնա շորերդ փոխի չմրցես։ Այս ջրոցի եք տաղում, հա։ Արա երախուն խի ես ջրում, արա եկա տղա ես, Յա, մի արա, երախուն մի ջրի, մի արա այդ տղա։ Արա բրդել եմ ջրի, արա բրդել եմ ջրի։ Ո, լավ ա։ Այ իրա, ես քեզ եք պաշտոնում եմ ջրի։ Գիժ, գիժ, են աստված։ Լեա, կեր։ Դեսի տեսել ես ոնց ես հյուծվել։ Մենք էլ մտածեցինք քո սիրած մոչիներից վերցնենք, որ ուտես։ Երեխեք իրոք չեմ ուզում։ Ինձ որ մնար տնից էլ դուրս չէի գա, բայց եթե մի քիչ է տանը մնայի կգժվեի ուղղակի։ Երեխեք կարող է մոտ լուրջ հոգեկան խնդիրներ են սկսվում։ Բայց Լեա, ինչ ես խոսում։ Նոր այն օր ինքս իմ հետ բարձրաձայն խոսում էի։ Լե ուղղակի դեպրեսիայի մեջ ես կանցնի։ Դեպրեսիա ասեցիր ու թողեցիր։ Լեա, մենք քո վիճակը հիմա հասկանում ենք, բայց ինչքան կենտրոնանաս, ավելի ես վատանալու։ Պիտի դուրս գաս, ցրվես, միակ տարբերակը էդ է։ Երեխեք չեք հավատա, բայց մի շաբաթ ոչ մի օր չեմ քնել։ Ինձ անդադ թվում է սենյակումս մարդ կա, որ սենյակի դուռը թակում է։ Կգժվեմ ես, չեմ կարողանում այդպես ապրել։ Լիսի, իսկ կարող է ես ու Հելենը որոշ ժամանակով տեղափոխվենք քո տուն։ Համ մենակ չես լինի, համ էլ այդ վախերդ կանցնեն։ Իրականում իմ մտքով էլ էր այդ անցում։ Տենայի, երբ որ ուզես, կասես գանք։ Մենք միշտ պատրաստ ենք։ Լեա, ամենակարևորը միշտ հիշի, որ ինչ էլ լինի, մենք քո կողքին ենք։ Գիտեմ։ Ու դրա համար շատ շնորհակալ եմ։ Ոչ տունը ջուր արեցիք, ապուշ լատուտն։ Պապի դե թող կանենք էլի։ Աբա ոնց, հեսա կմաքրեք։ Պապի,
Թող էսա կանենք, վայ։ Բայար, արա, մինչև վերև կանեք, եղավ։ Սրա հետ ես կպնելու։ Հա։ Հետո։ Չփող գնա։ Ստավոր կպնում ա ոնց որ։ Դե ված չի։ Ուղղակի շուտ է հոգնում դա։ Ինչ է մանա։ Հա? Ինձ է։ Արի։ Հավացել ես ձերը։ Որա զգուշ։ Ախ, կորացա ես։ Մանա։ Բլի ինձ նայի։ Մանան ձերը տես ցավացրել։ Ինչ է եղել, խոսա։ Հալա մի ես կոմ եք, կա։ Պապի համբերի էլի վայ։ Մանան։ Արամ ջան, Հոպար, Հունանը աչքիս ամեն ինչ հասկացել է։ Իմ մոտ բան չի խոսում։ բան չի ես մտածում, որ հասկացել եմ։ Դե պահվածքից։ Ոչ մի բան չես նախաձեռնում, մինչև գամ հասնեմ։ Հոպար ինձ թվում է մինչև քո գալը ինքը ավելի շուտ կնախաձեռնի։ Ուրեմն զգուշ ես լինում, հասկացար։ Գլուխը չտաքացնես ընկնես մեջտեղ։ Համբերում ես մինչև գամ։ Եղավ հոպար, ոնց ասես։ Հետս անդադ կապի եղի։ Շատ լավ։ Մանան, խոսա դա։ Թևս հաստատ ջարդել է։ Ոյ կորոնամ ես։ Լեո զանգեցի շտաբոտնից։ Հա, բա ինչ արեցի։ Այսա, ձեր ջերիկության վերջը սայր լինեն։ Դե լավ էլի պապի, վայ, հասկացանք։ Ինչ-որ շատ ուշ հասկացանք։ Գրիշին զանգեք էլի։ Յա։ Ինչ զանգեք թող գա։ Սա շտապոտնությունը հասնում է։ Հանգստացի, հա։ Մենակ երեխուս բան եղած չլինի, դրանից եմ վախենում։ Մանան հանգիստ եղի, քուրս։ Բան եղածած հաստատ չի լինի, մի մտածի։ Պապի ասում եմ չես զանգելու։ Այդ աղա ջան, կինն է։ Իսկ ինքը այդքան է հասկանում, հա։ Դա ինչ կապ ունի, պիտի իմանա։ Պետքա չիմանա, ասում եմ, պապի։ Ես վերջերս ինչ-որ շատ մոտ ես, Գրիշի հետ։ Որ հիմար մի խոսի, հա։ Ես իմ քրոջը կարամ դիրություն անեմ։ Էդի որ եկավ անիմաց դուրս ատարում տամ սպանեմ։ Եթե ուզածդ էտա զանգի, ինչ ասեմ։ Շտաբեգություն եկավ, ես գնամ Վրզբանկ։ Նար հետո կզանգեմ էլի։ Բան է եղել։ Մանան աստիճաններից ընկել հիվանդանոց ենք տանում։ Դա շատ է վնասվել։ Ոնց որ թե ձերքն է ջարդել։ Սպասիալին արը կզանգեմ, համբերի հասկանամ ինչ ենք անում։ Երեխեք, դավոներ ասեց մանան աստիճաններից հանկել ու վնասվածքներ ունի։ Ինչ վնասվածքներ։ Չգիտեմ, չասեց, ասեց, որ ձեռքն է ջարդվել ոնց որ։ Տեսնես հիմա վիճակը ոնց է։ Երեխու մի բան եղած չլինի։ Ոչ մի բան էլ եղած չի լինի, դու նախապես մի վատացի։ Դե ասեց հիվանդանոց են տարել։ Նոր խնդրում եմ, մի հատ շուտ զանգի, տես որ հիվանդանոց են տանում։ Լեա ասեց, որ ինքը կզանգի։ Երեխեք վեր կացեք, գնանք տեսնենք ինչ ենք անում։ Լսի տղա ջան, ոչ ոք իրավունք չունի մտնի ես տուն, ինձ թարս նայի արհամարի ու անցնի առաջ, էդ կլնես դու թե օտար ուրիշ մեկը։
Պապ ջան, չեմ ուզում այդ կռիվ անել։ Նախ դու շատ փոքր ես իմ հետ կռիվ անելու համար։ Եվ հետո Գրիշո հիշի, ով ինձ թշնամի է դառնում, իմ հետ բացարձակ կապ չի ունենում։ Այդ կլինի իմ երեխեն, օտար ինչ-որ մեկը, բացարձակ էական չի։ Ասես միջև ուր ես հասնելու, պապ։ Շատ հեռու։ Զգուշ եղեք։ Ու որոշումներ կայացնելուց էլ մի քիչ շատ ծանոթ թեթևարա։ Մեկը վերջում հասկանալու ես, որ ես եմ ճիշտ։ Այդ որոշելս ինձ արհամար ես, հա։ Տես բան չկա։ Բա ինչ կա։ Դու այսօր ինձ քանի անգամ էր տեսել, որ եկել մտել ես տուն ու գլուխը տանգած վերև ես բարձրանում։ Պապ ջան, գալի հետդ նստում եմ, հետս կռիվ ես անում։ Գլուխս կախ ուզում եմ հելնեմ վերև, էլի հետս կռիվ ես անում։ Ինչ ես ուզում։ Կամ ես ընդհանրապես քեզ ինչ եմ արել, որ հետս սենց ես խոսում։ Լավ քնեց երեխեն։ Մենակ թե աղջկաց տակությունը էլի չբարձրանա։ Ավո, բայց եթե տակությունը հանկարծ էլի բարձրանա, հասկանում ես, որ պետքա տանենք հիվանդանոց։ Իսկ հիմա ուր ենք փախնում։ Չենք փախնում, գնում ենք։ Ուր։ Կերևա։ Երեխու տակություն ավո հազիվ է իջել։ Մեղք կա։ Անես չէ, որ դու երեխու մասին ինձանից շատ ես մտածում։ Հենց ես խոսում, որ ես ահա տանելու եմ ձեզ փողոցում միտեղ թողեմ ու գնամ։ Հա, բայց հաստատ ավելի լավ կլինի, եթե իր անկողնում քնի։ Ինչ խոսայել է։ Ես այդ լավն ու վատը լավ ջոգում եմ, թող մտածեմ ոնց ենք անելու։ Չի ավո լուրջ եմ ասում, ոնց որ քոչվոր լինենք։ Դե Հիսուս մնաս։ Ավո չես հասկանում, որ վախեցած ենք ապրում, որ հանկարծ գլուխներս չուտեն։ Արա ցավը տանեմ, դու չես հասկանում, որ ես քեզ այսքան ասում եմ սուս մնա։ Լռի, մի խոսա։ Արդեն իսկականից զզվել եմ ես հիվանդանոցներ գալուց։ Հիմարություն չանեիք, չէին կա հիվանդանոց։ Քեզանից է սկսվել, չէ՞ ամեն ինչ։ Դե լավ էլի, պապի։ Հա, հատուկ ջրել եմ, որ աստիճանների վրա ընկնի։ Հա, ոնց է։ Հələ չգիտենք։ Կարամ հասկանամ ինչի ես եկել։ Եթե չես մոռացել, մանանա աղբորս կինն է։ Չէ, հա։ Բա աղբորդ էլ բերեիր։ Կամ ընտանիքով հանդերձ հավաքվեիք, գայիք մի հատ էլ սեղան գցեիք մանանի համար։ Լեո։ Հետո տեղ ես գտել կռիվ անելու։ Բա ինչի է եկել, պապի։ Ինձ ա ձեռ առնում։ Ոյ Լեո, ինչ ես բորբոքվում, ընդամենը միասին եկանք։ Լավ, ժողովուրդ, մի հատ թարգեք։ Գրիշին ասել եք։ Հա, բա ոնց, Նարե ջան, դելեգացիա էլ ենք ուղարկել հետևից։ Արա դե Լեո հանգստացի էլի, վայ։ Ախպերս, Նարան շատ լավ հասկանում է, որ իմ կռիվը իր հետ չի, որ ինքը ինձ քրոջ պես է։ Դու էլ մի ոգևորվի, հա։ Խելոք մնացեք, թե չէ հիմա ես եմ ոգևորվելու։ Ժողովուրդ, ընդամենը հարցրի Գրիշին ասել եք, թե չէ։ Պապի սրանց հետ խոսալ չի լինում։ Քուրը թող զանգեր ասեր աղբորը։ Դստեղ հասնելու ձևը գիտի, զանգելու ձևը չգիտի, հա։ Դե ոնց հասկացա կռված են, իրար հետ չեն խոսում։ Այդ արդեն մեր խնդիրը չի, Նարե ջան։ Աջան։ Գրիշ ինչ կա, մանանը ոնց է։ Լավ, ցավը տանում, դու ասա, դու ոնց ես։
Ես ինչ ասեմ, Գրիշ, Մանանի համար եմ շատ անհանգիստ։ Տուն եք տարել արդեն։ Լեայի հետ չեմ կարողանում կապի դուրս գալ։ Ինչ ա եղել Մանանին որ։ Ոնց թե դու տեղյակ չես։ Հելեն ինչ ա եղել։ Մանանին տարել են հիվանդանոց, տանը ընկել է։ Ոնց արա։ Հիմա քեզ բան եմ հարցնում ու խնդրում եմ, որ գոնե այս անգամ իմ հետ անկեղծ լինես։ Հատուկ ճշտում ես ես որտեղ եմ, գալիս հայտնվում ես իմ մոտ, որ ինձ այս վիճակին հասցնես, Լեա։ Ինչ ես խոսում, Լեո։ Ասում եմ, այն ինչ կա, Լեա։ Այդ ոնց է ստացվում, որ մարդիկ մի քաղաքում, մի թաղամասում, մի շենքում են իրար հետ ապրում, բայց ամիսներով իրար չեն տեսնում։ Իսկ ես ու դու ոնց ֆռում ենք, հայտնվում ենք իրար դիմաց։ Ասեմ, որ այդ իմ նախաձեռնությունը չի, ուրեմն քոնն է, չէ՞։ Լեո, ես ընդամենը եկել էի տեսնեի ոնց է Մանանը։ Այսի ջեքյատներ ես է պատմում ինձ։ Իմ հետ տենց մի խոսա, Լեո։ Նենց եմ խոսում ոնց որ պետք է, բա ոնց խոսամ, չես հասկանում աղջիկ ջան, որ տանջում ես ինձ, լավ ընդհանրապես դու խիղճ ունես, կամ քո ընտանիքը հասկանում է այդ բառի իմաստը։ Մի գոռա, Լեո, ամոթա։ Ամոթա քեզ, որ այսքան բան բերեցիր գլխիս ու էլի հայտնվում ես դիմացս, ասա ինչ ա ուզածդ, ասա, որ ուզում ես ինձ այնքան տանջես, որ ես մի օր կախվեմ։ Լեո, հիմար բաներ մի խոսա, ինձ էլ է շատ դժվար։ Հայ, շատ մեղք ես է, Լեա։ Հա, մեղք եմ։ Մեղք եմ, որ հայտնվել եմ ես իրավիճակում։ Այդ քո ընտրությունն է։ Էս իմ ընտրությունը չի, Լեո։ Ինձ էլ է շատ դժվար։ Ես չեմ ընտրել դժբախտ լինել, Լեո։ Վիճա չեմ։ Իմ համար գիշեր ցերեկ կապ չունի։ Միջև կոֆե չեմ խմում, ուղեղս չի աշխատում։ Աբո հարց տվեցի չպատասխանեցիր։ Դու ես ինչ մարդուս եկար, Արամ ջան։ Ինչ եկել ենք, նստել ենք, հարցաքննում ես։ Բայց որ վրես հեռախոս ես անջատում ու ինձ ասում ես ինչ ուզում ես արա, ու հետո հետ ես զանգում։ Ես ինչ խառը տղա դուս եկար, չես կողմնորոշվում, հա։ Հունան նախորդ ինչ է արել։ Հունանը ուրիշ ինչ կարա արած լինի։ Ասացի սպանել է։ Ոնց։ Դաժանաբար։ Սարսափելի ձևով։ Բայց այդ մասին ոչ մեկ չգիտի, Արամ, ու պետք էլ չէ, որ ինչ-որ մեկը իմանա, մանավանդ Լեո ենք, հասկացար։ Ինչի։ Տենց է պետք։ Լսի, Ավո, ասում եմ կարող է քո մատնելա խառը եղե աղբորոց սպանության մեջ, որ այսքան տարի Հունանի փեսեն ես մնացել։ Դու արդեն անլուրջ բաներ ես խոսում։ Անլուրջը ո՞րն է։ Դու կոնկրետ հիմա վիրավորում ես ինձ քո այդ բառերով ու այդ քո հարցերով։ Ոնց կարա իմ մատը խառալնի իմ աղբոր սպանության մեջ, հա։ Բա լավ, եթե տենց է, ոնց ես այսքան տարի Հունանի հետ սեղան նստե հաց կիսե։ Լավ է սա հեչ, ոնց ես Հունանի քրոջ հետ ամուսնացել։ Այ հիմա եկանք մի շատ կարևոր հարցի։ Ու հիմա ես ունեմ քեզ շատ կարևոր հարց։ Էս իբր իմ հարցին պատասխանեցիր, հիմա դու ես հարց տալիս։ Հա։ Որովհետև հիմա իմ ասելիքը ավելի կարևոր է։ Ինչ որ պետքա քեզ ասեմ։ Հարամ ես քեզ չեմ կարում ներեմ։ Ումից, բայց ես քեզանից չէի սպասում։ Ինչ։ Չէի սպասում, Արամ։ Ու ես քեզ չեմ կարում ներեմ։ Ինչի համար։ Էռնայիս։
Գլուխը ոնց կերար, հա։ Բա, քեզ թվում է Ավոն այդքանը չի հասկացել։ Ավոն չի կարող վերլուծի։ Միջև դուք մի բան եք անում, Ավոն արդեն այդ ամենը անգիր գիտի։ Ավոյին թերագնահատել պետք չի արամ։ Հələ մի րոպե է, Լեա։ Այս թռնելը ոնց որ սովորություն ես սարքել։ Հենց մի բան այն չես ասում կամ անում, միանգամից որոշում ես տարածքը լքես, բայց դա չի լինի։ Լեո քույրը հիվանդանոցում է։ Իսկ ես տեղ բացարձակ ավելորդ եմ։ Խնդրում եմ գնա հիվանդասենյակ, ես գնամ տուն։ Լուրջ դուք որոշել եք ձեր ընտանիքով հանդերձ ինձ սարքեք հոգեբուժարանի պատվավոր անդամ։ Լեո, չեմ սիրում, որ քեզ սենց ես պահում։ Բա ասա տենամ այդ ոնց ես սիրում, որ ինձ պահում եմ, հենց այտենց էլ պահեմ հանկարծ մի վարքյան չնեղվես։ Ու հենց հիմա ինձ բացատրում ես ինչա նշանակում այդ ասածդ, որ ասում ես ես իմ ընտրությամբ չեմ ապրում։ Պետք չի բարերիցս կարճել։ Դու լուրջ ինձ ուզում ես գժանոց հասցնես։ Լեա, քանի կար կանգնել նայում էիր աչքերիս մեջ ու ասում էիր, որ շատ երկար գցել բռնել ես ու հասել ես այն մտքին, որ իմ հետ չես կարող ապրես, որովհետև ինձ այդքան էլ շատ չես սիրում։ Իսկ հիմա կանգնել ասում ես, որ քո ընտրությամբ չես անում այդ ամեն ինչը։ Լավ, ես ո՞նց հասկանամ այդ ամենը։ Ո՞նց։ Ո՞վ է քո փոխարեն այդ ընտրությունը կատարել, Լեա։ Ում ցանկությունն ես դու հիմա կատարում։ Ասում եմ հորդ, ասում ես չէ։ Բայց մամատ էլ դժվար տես ցանկություն ունենալ, ճիշտ է։ Լեո, լսի։ Լսում եմ, Լեա։ Շատ ուշադիր լսում եմ։ Ուղղակի հանգիստ թող ինձ, Լեո։ Աղջիկ ջան, դու հələ ինձ պետքա բացատրես, թե ում համար ես տես բարեգործական ընտրություն կատարել։ Լեո, չեմ ուզում խոսեմ, բաց թող։ Լեա, դու ինձ պետքա բացատրություն տաս։ Թե չէ նենց չստացվի, ես սխալ էի, դու էլ ճիշտ։ Լեո, ես քեզ ոչ մի բան չեմ կարող ասել։ Այդ տանը մի հատ նորմալ մարդ կար, Էռնասեր։ Այն էլ ոչ ես կողմ են կողմ, տավիր սպանեցիր ու գցիր մի կողմ, խի։ Ավո, ասում եմ կարող ես սուրճիդ մեջ ինչ-որ բան են լցրել, իմ էլ բարբաջում ես։ Հիմա դու ինձ ուզում ես համոզես, որ Էռնային դու չես մեքենայի տակ գցել։ Ես իմ կյանքում չեմ սիրել ինչ-որ մեկին բան ապացուցեմ կամ համոզեմ։ Մանավանդ չեմ սիրել, երբ որ փորձել են իրաց կեղտերը իմ վրա բարթեն։ Ասում մարդիկ ենք այդ ցավը տանեմ, բան ունես ասելու կոնկրետ ասա ինչ ես ընկել, բառերի խախտալի, ես կողմից այն կողմից գալի այդ որոշ մարդիկ էլ ինձ նկատի ունես, հա։ Ոնց ուզում ես հասկացի, բայց ես թույլ չեմ տա, որ կնոջդ սպանությունը բարթես իմ վրա։ Լավ չի արամ։ Հեչ լավ չի, որ դու ինձ չես վստահում։ Այս կյանքում ամեն բան իր պատճառը հետևանքային կապն ունի։ Եթե դու Էռնային մեքենայի տակ գցած չլինեիր, մեր մտերմությունը սենց չէր կարա լիներ ցավը տանը։ Մնում ես քո ասածին։ Իհարկե, ես միշտ եմ իմ ասածների մեջ համոզված ու մնում իմ սկզբունքներին անտավաճան։ Նույնձև ես կարամ ասեմ, աղբորդ ոչ թե Հունանն է սպանել, այլ դու։ Այդ մի բանը դու հիմա պետք է չասեիր։ Դու սպանել ես աղբորդ, հետո մտել ես Հունանի թևի տակ, ամուսնանալով Հունանի քրոջ հետ։ Չէ, այսօր օր թարսա գնում, այսօր մեր խոսակցությունը ոնց որ թե չի ստացվում։ Ես տենց է չստացա իմ պատասխանը։ Ինչ ես դու ամուսնացել Էռնայի հետ, եթե իր աղբերը սպանել է քո աղբորը։ Մինչև չնայես աչքերիս մեջ ու անկեղծ չասես, թե ինչի սպանեցիր իմ սիրուն Էռնային, դու քո ոչ մի հարցի պատասխան չես ստանալու։ Պատտվեցինք ու կանգ առանք նույն կետին։
Ես էի կուզում, չէ՞։ Ես էլ ձեր ջերոցի խաղալու հետևանքը։ Պապի, այդքան մի ասա։ Նես չի, որ մենք ուզում էինք, որ սենց բան լիներ։ Մեծ մարդեք չեք հասկանում, որ ջուր եք թափում հատակին, սոտ եք տալու, մի փորձանքի եք գալու, տեսար որ եկաք։ Այ պապի, դե լավ էլի սպանեցիր արդեն իսկականից։ Մենք չէինք ուզում, ինչ իմանայինք, որ սենց փորձանք կլինի։ Մեծ մարդեք, ոնց որ երեխա լինեք։ Դե պապի, որովհետև վաղուց երեքով տենց ժամանակ չէինք անցկացրել։ Հիշողություններ գիր կընկանք, մանկություն գնացինք հասանք։ Հապես ով էր ուզում, որ սենց բան լինի, պապի։ Հալավ դե դու էլ։ Չայնացած եմ խոսում, բանի տեղ մի դիր։ Ես էլ եմ տեսնում, որ սիտները ծաղում երեխու համար։ Աստված ջան, մեզ ուշ դուրս սրան դիմանալու համար։ Ուրամ Անանը, ոնց է վիճակը։ Կամ ինչի՞ ես վերջում ես ամեն ինչի մասին իմանում, այնե ոչ ձեզնից։ Այդ հանգստացի տոնը չբարձրացնես։ Դու ինձ մի ասա ես ոնց խոսամ։ Արա։ Վերջ։ Տեղեք գտալ վիճելու։ Արալավ նյուժելի չկարացիք 2 օր ընդամենը տիրություն անեք կնգասու երեխուս արա։ Տես տեր կանգնողերն հենց արի տնիցդ չգնար։ Յանի բերելի որ ապահով լներ։ Լսի, քո տան ապահովությունը քո տան մեջ պետք է լինի։ Վերջ։ Շատ եմ վախենում Նարե։ Մանան, վախենալու պատճառ չկա, դու լավ ես, ընդամենը ձեռքդ ես վնասել, ամեն ինչ անցյալում ա կանցնի։ Թիմը փորձում ես ինձ հանգստացնես, բայց դու էլ ես հասկանում, որ երախուն կորցնելու վտանգ կա։ Լսի, եթե վտանգ լիներ, քեզ արդեն ասած կլինեին։ Դե չեն ասել, բայց Ես վստահ եմ, որ պտղին բան չի եղել։ Նենց որ հեսա կգան կհետազոտեն, կտեսնես, որ ամեն ինչ կարգին է։ Գրիշնուրա ինչի չի գալիս։ Մանան, բոլորս տեղ ենք։ Դավիթը, Պապին, Լեոն։ Բոլորդ բացի Գրիշից։ Մանան, խնդրում եմ հավատա, որ ամեն ինչ լավ կլինի, լավ։ Կհետազոտեն, կտեսնես, որ երեխու հետ ամեն ինչ կարգին է։ Գրիշ։ Գրիշ վախենում եմ։ Ասա, որ երեխուն վնասած չեմ լինի։ Գիժ ես դու։ Դու որ լավ ես երեխեն հաստատ լավ է կյանքս հանգիստ եղի։ Մնա հետս էլի, խնդրում եմ։ Քո հետ ապահով եմ զգում ինձ։ Երևի Գրիշի հետ Մանանը իրան ավելի հանգիստ կզգա։ Չգիտեի, որ այդ Գրիշը կեզդուրիկ հոգեբանել է աշխատում։ Դավո ջան, շունկել իր ամուսինն է։ Արի հաշտվենք այդ մտքի հետ։ Համել Մանանը սպասում էր Գրիշի գալուն, անընդհատ իրանից էր հարցնում։ Ես ուզում եմ իմանամ, երեխան լավ է, Մանանը լավ է, թողեմ ստակից գնամ, որովհետև արդեն ներվայնանում եմ։ Հա, բայց ինչի՞ ես բարկանում։ Նարե ջան, դե անհանգստանում ա քրոջ համար, քրոջ երեխու համար։ Ամել մի քիչ երկու աղբերով նեղվում են, որ Մանանի հետ տեսակ բան պատահեց։ Հատկապես որ փոքր աղբերը չգիտեմ ուր գնաց ու կորավ։ Իսկականից ուր է դի գնացել։ Դե երևի Լեայի հետ է։ Դե շատ ավելի վատ որ Լեայի հետ է։ Դավիթ, հիմա այս ներվը հեչ պետք չի մեզ։ Փորձի քեզ կառավար ես էլի։ Լսի դե հավես ժամանակ էինք անցկացնում ու տենց։ Կնեք որքան գարում եմ։ Հաճախ խնդիր չկա։ Այս ինչի համար է որ։ Գնում ենք սոնոգրաֆիա։ Բայց ինչի սրանով ես կարեմ քայլեմ։ Կարգն է այդպես։ Կյանքս սենց ավելի ապահով կլինի։ Ես էլ կքշեմ կտանեմ քեզ։ Չէ որ հետո էլ կատակներ անես, չեմ ուզում, շնորհակալ եմ։ Կյանք վեր կաց գնացինք։ Կներեք, բայց դուք չեք կարող գալ։ Թորանս վիճակը նորմալ է, անվնաս է։ Բժիշկը ձեզ կմոտենա։ Հա։ Արա աղոթեք, որ երեխուն բանեղած չլինի, թե չէ վատ առնելու։ Քիչ շատ չզվեք անում վրա, տարա։ Դավո։
Լավ, ինչքան ես պատրաստվում սենց վախկոտի պես փախնես, Լեա։ Լեո, խնդրում եմ հանգիստ թող ինձ։ Լսի, ես քեզ վաղուց հանգիստ եմ թողել, բայց այ դու ստիպված ես լինելու ամբողջ կյանքում ինքդ քեզնից փախչես։ Իսկ այդ ամենավատ բանն է, որովհետև թաքստոց ես փնտրելու ու չես գտնելու այդ թաքստոցը։ Փորձելու ես ինչ-որ սուտ հորինես, որ ինքդ քեզ խաբես, ու այդ սուտն էլ չես գտնելու, որ հորինես, Լեա։ Ու ինքդ քեզ փորձելու ես ներես, բայց քո մոտ չի ստացվելու։ Ես իմ կյանքից շատ գոհ եմ, Լեո։ Երջանիկ ես, հա։ Շատ։ Այ հիմա ամեն ինչ բարձ։ Ուղղակի ուզում էի հասկանալ, թե ինչ ա մնացել իմ ու քո զգացմունքներից։ Ու ինչ ա մնացել։